Բազմաթիվ ընտրախախտումներով ու վարչական ռեսուրսի ահռելի օգտագործմամբ վերընտրվեց Փաշինյանը։ Անցկացված խորհրդարանական ընտրություններից գրեթե 2 ամիս է անցել։ Եկեք փորձենք հասկանալ, թե ինչպես է ժամանակը օգտագործում իշխանությունը նախընտրական խոստումներն իրականացնելու համար եւ արդեն ինչ է անում ընդդիմությունը։ Փաշինյանն ու իր թիմը շարունակում են վախի մթնոլորտ տարածել, ահաբեկել այն բոլոր հայրենասեր մարդկանց, ովքեր կփորձեն հակադրվել իրենց ծրագրերին։ Հետընտրական փուլը մեկնարկեց ընդդիմադիրների նոր ձերբակալություններով, ընդդիմադիր առաջնորդների դեմ քրեական նոր գործեր են սարքվում, ունեցվածք են խլում։ Սա ուղղված է ոչ միայն ընդդիմության առաջնորդների դեմ, այլև հայ մարդկանց դեմ, քանի որ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող անօրինական քայլերից տուժում են հազարավոր աշխատող մարդիկ։ Փակվում են գործարաններ, 7000-ից ավելի մարդիկ դարձել են գործազուրկ։ Մինչ ՔՊ-ն զբաղված է ընդդիմությանը վնասելով ու վրեժ լուծելով, տեսնենք, թե ինչ է անում իշխանության կողմից թիրախավորված առաջատար ընդդիմադիր ուժը՝ Ուժեղ Հայաստանը։ Ուժեղները աշխատում են հերթով կատարել այն բոլոր խոստումները, որոնք տվել են ժողովրդին դեռ նախընտրական շրջանում։ Նարեկ Կարապետյանն ու թիմակիցները շրջում են մարզերում, արձանագրում գյուղացիների խնդիրները ու կարճ ժամանակում լուծումներ առաջարկում։ Օրերս Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը անդրադարձավ Լոռու մարզի մի շարք համայնքներում գյուղտեխնիկայի արդիականացման եւ գյուղացիների հոգսը թեթևացնելու նոր նախաձեռնությանը։ Դուք հիշում եք, որ մի շաբաթ առաջ մենք Ստեփանավան էին գնացել եւ Գյուլագարակ, Կուրթան եւ Գարգար գյուղեր այցելության ժամանակ մեր հայրենակիցները խնդիր դրեցին, ասացին, որ գյուղերը չունեն իրենց գյուղտեխնիկան։ Պարոն Կարապետյան, մենք կուզեինք մի հատ տրակտոր մեր գյուղը տալ ծառայողության։ Սալյարկեն ու կոմբայնը շատ լավ կլինի։ Հա։ Շատ լավ։ Այդ իսկ պատճառով մենք սկսեցինք թիմով մանգալ գյուղտեխնիկա Հայաստանով մեկ եւ փորձել ներմուծել։ Ման էին գալիս եւ նաեւ ուսումնասիրում էինք, թե որ գյուղտեխնիկան է ամենաէֆեկտիվը տարածաշրջանի համար։ Իսկ հիմա նայենք։ Կուսակցության անդամ ֆերմեր Հարություն Մնացականյանը վստահեցնում է, որ նոր տեխնիկայի գլխավոր առավելությունը բերքի կորստի աննախադեպ ցածր ցուցանիշն է։ Քանի որ սա տարածաշրջանին ավելի մեր ռելիեֆին հարմարված կոմբայն է, կորուստը բավականին ցածր է, 1-ից 3% է կազմում հացահատիկի կորուստը ընդհանրապես, իսկ գիտեք մեր 5 կոմբայներով Հայաստանում հացահատիկի հունձի ժամանակ կորուստի տոկոսը կազմում է մոտավորապես 20+%։ Գյուղացին այս պարագայում շահելու է կրկնակի, մի կողմից հունձը կարժենա ավելի քան 2 անգամ էժան, մյուս կողմից բերքի կորուստ գրեթե չի լինի։ Սա գործնական քայլ է ի նպաստ սեփական հողում աշխատող գյուղացու եկամուտների ավելացմանը։ Այս սիրուն նորեր անց կլինի ձեր դաշտում։ Գյուլագարակ խոշորացված համայնքի ավականու անդամ Վրույր Այվազյանն այսպես է տեղեկացրել համագյուղացիներին հրաշալի նորության մասին։ Կուրթան, Գյուլագարակ, Գարգար, Ամրակից, Պուշկինո, Վարդապլուր, Հոփարցի գյուղերի սիրելի բնակիչներ։ 2 օր առաջ պարոն Կարապետյանի եւ թիմի հետ մեր գյուղերում էինք։ Պարոն Կարապետյանը հարցրեց, ինչ առաջնահերթություններ կան, ինչ կուզեք ձեր համար անենք։ Բնակիչներից բարձրացին կոմբայնի հարցը։ Իսկ մի բնակիչ այսպես արձագանքեց. բայց կանեք, հարցի պատասխանը տեսնում եք մեր հետևում։ Պարոն Կարապետյանը նվեր ունի մեր գյուղերի համար ու այս գեղեցիկը օրեր անց կլինի մեր մոտ։ Սակայն այսքանով Ուժեղ Հայաստանի խոստումների իրականացման գործընթացը չի ավարտվում։ Տեղեկացանք այն մասին, որ Լոռու մարզում այսօրվանից կգործի անվճար տրանսպորտային միջոց, որը փոխադրումներ է իրականացնելու Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից դեպի Լոռիբերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան ու Կողես գյուղ եւ հակառակ ուղություններով։ Այսպիսին են երկիրը սիրող մարդիկ։ Նրանց սերն առ հայրենիք ու սեփական ժողովուրդ արտահայտվում է ոչ թե ընդամենը հնչեցրած խոստումներով, այլ կոնկրետ գործերով։ Հայք Նյուզ լրատվական։